Շնորհակալ եմ Իգին Ոստարինյան։ Զբաղվածության մասով մարդիկ են որոշում, որ զբաղվածության ոլորտը, իսկ մշակույթը առավելապես խառնվելը համար զբաղվածությունը երթախելի աշխարհ։ Մենք նախաձեռնեցինք այս գիտաժողովը, որովհետև ինչպես հարգարժան Գևորգ Էմիլյանը արդեն նշեց, տեսանելի անցյալում չի եղել Վահան Տերյան մեծությամբ ունեցված գիտաժողով։ Մենք նկատեցինք այդ փաստը եւ որոշեցինք կառուցելով հաղորդակցություն անելու առաջը կազմակերպել այս գիտաժողովը, որը ոչ թե մեր ջանքներն մեր աշխատանքն մեր երանգն է, այլ նման մեծության արվեստի եւ որոշեցինք իրականացնել գիտաժողովը անհրաժեշտ էր մեզ աջակցություն մասնագիտական եւ ունեցինք Հայաստանի Հանրապետության Պետության մշակույթի նախարարությունը, ինչպես նաև Հայաստանի գիտությունների ազգային ապահովությունների անուն ապահովության դեպքում ինստիտուտների ներկայացան նախարարի եւ ինստիտուտի հաջողությունների երկնանշանակ աջակցություն են ստացել մասնագիտական, հայտնաբերչական բոլոր այն հարցերում, ինչպես ասում եք, նաև գիտակրթական օջախում։ Ուզում եմ որոշ շնորհակալություն հայտնել Պետության պետության մշակույթի սպորտի նախարարությանը, ինձ նախարարին, ինձ ներկա բոլոր պետական փոխնախարարին, ուզում եմ շնորհակալություն հայտնել Իգին Ոստարինյանից մեր աշխատակազմին, մանալ ստատուտական ապահովության Ուզում շնորհակալություն հայտնել Տերյանական շահավետ, այս ոչ միայն լուրջ տերյանագետ Տերյանական Տերյանին, ակտիվորեն դերապետել Ուզում շնորհակալություն հայտնել մեր հայրացականի հրաշքություն աղջիկների Արմեն Սիրակայանի և Մարին Արգաչյանի այն հարցերին զարգացնելու համար Ուզում շնորհակալություն հայտնել Վահան Տերյանի անվան դպրոցի տնօրենին և աշակերտներին և մանկավարժներին ովքեր գեղեցիկ ներկայացում աջակցեցին մեծ պրոյեկտի շինումը Լուսիների մասսունյանին ճշտարեցնող կատարելու համար ծերի դիգնականներ շնորհակալությունս նախաձեռնության մատուցելու և գիտական զբաղմունքներով համեսնված պատասխանատվության համար ծերի ներկաներ, գիտներ հետվարներ, ապարժան մարդիկ, ազնիվ ներկաներ, ապրեք, որ այստեղ եք և մեր ներկայությամբ, մասնավորությամբ Եվս մեկ անգամ արգանքություն և մեծարում են խաղում հանրապետության պրոյեկտը։ Շարժարիդը ախտանալել Իրանի հաղթարություն ամենն է, բայց մի բան պարզ է, սերի բարեկամներ, այն որ Տերյանագիտությունը ինչքան էլ մեզ թվում է, որ բարձր մակարդակի վրա է, այնքան էլ մեծ տեղ ունի դեռ ուսումնասիրության համար։ Ես կարծում եմ, որ Վահան Տերյանը սոսկ պոետ չէ, և նրա մեծությունը միայն պոետ լինելը չէ։ Մարդիկ գիտեն դերնած դաշտը մեր կանգա մահացողի կտուրգային այդպիսի պոետիկ, աշնանային, դուզախարն մի մարդու։
Ոչ, որովհետև ոչ։ Զակոնով գրավակցի Անցագրվից այդ վեր մարդը չէր կարող վերջ հաղթով, մելամաղթով, պոետիկ մարդուներ։ Նա ոգեղեն, հզոր, ինձ տղամարդավարի լուրջ գործիչ է եղել, ազգային հասարակական գործիչ, պետական գործիչ, թարգմանիչ։ Ես որ նայում էի թեմատիկան, այսօրվա գիտաժողովը, տեսա, որ նրա գործունեության բոլոր ոլորտները ընդգրկված են մեր թեմաների մեջ եւ նա հրաշալի է։ Գիտական մակարդակով այսօր մենք ականատես կլինենք Վահան Տերյանի քաղաքական հայացքներին, Վահան Տերյանի հասարակական գործունեությանը, Վահան Տերյանի թարգմանչական գործունեությանը։ Ուրեմն թարգմանչական ասեցի, տեսեք, ուրեմն Տերյանը գերմաներենից, ռուսերենից, անգլերենից, ֆրանսերենից, ֆրանսերենից, ուրեմն բազմաթիվ վրացերենից, որ դին նաև լեզուներ արևելյան, դժվարի թարգմանություններ։ Որպես դրա առավատչով մենք այս տարի ուրեմն երկու լեզվով, գերմաներեն և հայերեն լեզուներով հրատարակեցինք Սրաներով Բարանցքի հայտնի ավստրիացի գրող Արթուր Շմիցների դիտին վերթագարտանը մի պատը, որը Վահան Տերյանն է թարգմանել 1913 թվականից և դիպ հրատարակվել է մի անգամ հայերենով Ջրբաշյանի ուսումնասիրությամբ, հետո այս տարի մենք որոշեցինք մի փոքր ավելի շտկել աշխատանք, ինտերսուբարի և հրատարակիչ նմբակի Վահագն Սարգսյանը, ով այս դժվարին աշխատանքի մասին կատարեցին, և մենք երկու լեզվով հրատարակեցինք ու պատկերացրել այս գրքի շնորհանդես արել են հենց Ավստրիայում, Վիեննայի Հայաստանի դեսպանատանը, որտեղ հավաքված էին լուրջ մարդիկ, հայ համայնքը, հայագետ ավստրիացիներ և նաև պետական պաշտոնյաներ։ Նույն այս գրքի շնորհանդեսը վերականգնեցինք նաև Բեռլինի հայկական դեսպանատանը, որպես փոքրագույն գերմանախոս գերմանական պետության մայրաքաղաք, հայկական շնորհանդես դեռ չենք արել Հայաստանի կամը։ Տերյանի բազմավորությունը մենք փորձեցինք այս տարի վերհանել մի միջոցառումից հետո, որը կազմակերպեցինք Վահան Տերյանի անվան դպրոցում Վանաձորում, արվեստագետ հասարակական կազմակերպության պետամարտեր և նրանց հանդեսը նվիրեցին համակարգի շուրջ փորձելով այնտեղ ներկայացնել համակողմանիորեն, թե ով է Վահան Տերյանը։ Եվ վերջապես մեր դպրոցից դուրս մղել այն սիմվոլը, որ Տերյանը պատմում է նորմատոր սոս։ Իհարկե դարձավ, բայց տերյանական թաղիցը բացառիչ։ Ով կարող է սիրահարվել ու հանդած նտովի Տերյան չարպասան։ Ես պատմում եմ հիսատ պրակ սիրահարվել։ Հիսատ պրակ։ Ով կարող է սիրով մեջ մերժվել, ցավանով թաղիցը այստեղ ասել, առանց Տերյանը ասել։ Գիտեք, մերժման ցավը բարձր ցավ է։ Դա հետաքրքիր կարող է։ Դա հոգու այնպիսի մի ցավ է, որը մի տեսակ մազոխիստական որովհետև դու գիտես ինչ է ցավը։ Այստեղ առանց Տերյանի դա չի լինի։ Առանց Տերյանի թաղձել չի լինի։ Իսկ նրա հայրենասիրական պաթոսը որպես ուրիշ մակարդակ։ Նրա հասարակական աշխատանքը։
որոնց մասին խոսել Եվ ձեզ շատ շարունակեցնեմ, դեպի հարավարություն պատմում բոլորի, այստեղ համար անունի դեպաներ, աշխեն ասնի Ասեցիք, որ վահան պետերից է, հայրենից հարազատ գերեկետ մացել։ Հետերին մացել։ Գելակիզիկան ուղիվ գալիս է, վերանական հայրում կան։